Ողջույն բոլորին։ Այսօր հայկական ազգային խոհանոցից պատրաստում ենք կանաչ լոբով այլազան։ Այս ուտեստը կարելի է անվանել նաև լոբով խառնաճաշ, քանի որ բոլոր համեղ բանջարեղենները օգտագործվում են այս ուտեստը պատրաստելու համար։ Ես նախապես լվացել եմ լոբին և բաժանել եմ ահա այսպիսի կտորների։ Բոլոր բանջարեղենները բաժանում ենք ահա նման խորանարդների։ Մարանցնում ենք սմբուկը։ Նույն կերպ մարանցնում ենք երկու դդմիկներ։ Ես դդմիկների կեղևը չեմ հեռացրել, քանի որ դրանք ինձ մոտ շատ փոքր են։ Խորանարդների ենք բաժանում 4 միջին կարտոֆիլ։ Կանաչ լոբով այլազանը շատ առողջարար և դիետիկ ուտեստ է, քանի որ մենք օգտագործում ենք շատ տեսակի բանջարեղեններ, որոնք մենք չենք տապակում, այլ շոգեխաշում ենք առանց 1 կաթիլ ջրի։ Շնորհիվ դրա բոլոր վիտամինները պահպանվում են։ Խորանարդների ենք բաժանում պղպեղները, կարող եք նաև դարձնել գունավոր պղպեղներ։ Եվ հեռացնում ենք լոլիկների կեղևը և մարանցնում ենք։ Մանր կտրտում ենք 2 գլուխ սոխը և 3 ատամիկ սխտորը։ Մարանցնում ենք նաև կանաչիները։ Ինձ մոտ համեմ ռեհան և սամիթ է։ Կաթսայի մեջ դնում ենք 30 գրամ կարագ և ավելացնում ենք 3 ճաշի գդալ արևածաղկի ձեթ և տապակում ենք սոխը, այնուհետև ավելացնում ենք լոլիկը։ Լոլիկը շոգեխաշում ենք 3-ից 4 րոպե, որպեսզի հյութը դուրս գա։ Շերտ-շերտ ավելացնում ենք բանջարեղենները և աղ ենք անում։ Այս ուտեստը եփում ենք առանց ջրի։ Փակում ենք կափարիչը և շոգեխաշում ենք 35-ից 40 րոպե։ Բանջարեղեններից ամենաուշը եփում է լոբին։ Երբ լոբին պատրաստ է, ուրեմն ուտեստը ևս պատրաստ է։ Երեսուն րոպե անց բացում ենք կաթսան։ Ահա տեսեք, թե որքան հյութ են տվել բանջարեղենները։ Չնայած այն բանին, որ մենք ուտեստին ջուր չենք ավելացրել, այն բավականաչափ հյութեղ է։ Ստուգում ենք, տեսնենք լոբին պատրաստ է թե ոչ։ Կախված է լոբու տեսակից, այն կարող է պատրաստ լինել 30 րոպեից, 40 րոպեից
Եթե լոբին պատրաստ է, ուրեմն ուտեստը ևս պատրաստ է։ Առատ կանաչի ենք անում և մատուցում ենք։ Ես նաև աղ եմ ավելացնում, քանի որ ուտեստը ինձ մոտ անալի էր ստացվել։ Արդյունքում ստանում ենք գույներով ու վիտամիններով հարուստ շքեղ մի ուտեստ։ Այլազանը ես կմատուցեմ գեղեցիկ այս կավե ափսեի մեջ։ Այլազանը ես մատուցում եմ սխտոր մածունի հետ։ Դե ինչ, պատրաստեք հայկական ազգային խոհանոցից համեղ ուտեստներ, եղեք առողջ և օրհնված, և վերջում չմոռանաք բաժանորդագրվել հայկական խոհանոց համով հոտով ալիքին։ Ցտեսություն։